Ինչ արձանագրումներ կան այս դատական նիստից։ Դատական նիստի այսօրվա ընթացքը վերաբերում էր դիմող ուժերի կողմից իրենց, այսպես ասած, բացման խոսքերով հանդես գալուն։ 6 ուժ ներկայացրեց իրենց բացատրությունները, սեղմ ամփոփ կերպով, մենք եւս ներկայացրեցինք, վաղը կներկայացնի Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը, պարոն Օրբելյանը, եւ դրան կհաջորդի արդեն պատասխանողի բացատրությունը, հարակից պատասխանողների երրորդ անձի, որին կհաջորդի արդեն հարց ու պատասխան։ Ճիշտ ասած, կազմակերպչական իմաստով մեր դիրքորոշումն էր, որ ճիշտ կլիներ հարց ու պատասխանը անմիջապես հաջորդեր բացատրությունների ներկայացման։ Դա ավելի դինամիկ է դարձնում գործընթացը եւ ավելի նաեւ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քննարկման սպառում են ունենում։ Բայց դա տեղի չունեցավ։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի այսօրվա գործողություններին, մեկ հանգամանք կա, որը պետք է առանձնացնել, կարծում եմ դրան արդեն Տիկին Մելոյանը կլրացնի։ Դա նաև որ Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր ունի։ Եվ ամենակարևոր հանգամանքը հետևյալն է, որ Սահմանադրական դատարանը կարող էր նշված խնդիրը լուծել։ Այսինքն Սահմանադրական դատարանը գիտակցելով նշված խնդիրը, որտեղ հենց Սահմանադրական դատարանը ինքը բարձրաձայնել էր նշված հարցը։ Սահմանադրական դատարանի կոնկրետ դատավոր խոսել էր այդ խնդրի մասին, բայց այն հանգուցալուծում ստացել։ Այսօր մենք վերստին նշված հարցը ներկայացրեցինք, լրացուցիչ հիմքեր հիմնավորումներ ներկայացրեցինք, բայց Սահմանադրական դատարանը դրան արձագանք չտվեց, դրանով իսկ որոշակի իմաստով հենց իր լեգիտիմության, կազմի լեգիտիմության խնդիրը ընդգծելով։ Սա փաստ է այլևս եւ սրանից խուսափում որպես այդպեսին ես չեմ պատկերացնում։ Կարևոր է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը ուղիղ նշեց, որ ընտրական վեճերով նույնիսկ 5 դատավորով գործի քննությունը կազմի իրավազորության խնդիր չէր առաջացնելու, բայց բոլոր դեպքերում Տիկին Սաֆարյանի մասնակցության անհնարինության արձանագրում տեղի չունեցավ։ Չնայած նրան, որ կարծես Տիկին Սաֆարյանը մշտապես ընդգծում էր դատավորի մասնակցության անհամատեղելիության հարց, դա մասնակցության անհնարինություն է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի։ Արտակ Զեյնալյանի եւ Վլադիմիր Բազմյանի Շատ տրամաբանական հարց եք տալիս։ Իդեպ, գիտեք պատճառը որն է եղել, ինչի համար պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասնակցության անհնարինությունը արձանագրվել է։ Չէ, իդեպ իրենց պատճառաբանումը հետեւյալն էր, ասում էին, որ եթե դա չանենք, կազմի լեգիտիմության խնդիր կարող է առաջանալ։ Այսինքն նման կարծիք կարող է առաջանալ։ Բայց նույն խնդիրը կար Տիկին Սաֆարյանի դեպքում, բայց բոլոր դեպքերում դա չարեցին։ Տիկին Մելոյան, որ խնդրեմ դուք շարունակեք մի քանի շեշտադրումների հետ կապված Տիկին Մելոյան։ Հարգելիներս, ինչպես պարոն Վարդանյանն ներկայացրեց, այսօր առաջին նիստներ ընթացակարգային, տեխնիկական, աշխատակարգային հարցերով սկսեցինք նիստը։ Ամենակարևոր հանրային ուշադրության ներքո գտնվող հարցը եւս մեկ դատավորի անաչառության հետ կապված օբյեկտիվ խնդիրներն էին, որը Սահմանադրական դատարանը այնուամենայնիվ թողեց անպատասխան եւ այնուամենայնիվ այս լրակազմով կշարունակվի քննությունը մեր դիմումների։ Այս պայդրությամբ ունենք 6 դիմում ներկայացված, վաղվանից նախ ամենակարևորը տեղեկացնեմ, մարդկանց թվում էր, որ այսօր ունենալու ենք պատասխան, հանրային ընկալումը այնպիսին էր, որ այսօր մեկ ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընթացակարգով է, մի քանի ժամ է նիստը տևելու եւ ունենալու ենք որոշում։ Սահմանադրական դատարանի պարագայում այդպես չէ։ Այստեղ ավելի երկարաժամկետ քննություն է ընթանում, որովհետեւ նախ աննախադեպ պատմական իրադարձություն ունենք, որ 7 քաղաքական ուժ դիմումներ են ներկայացվել, բավականին ծավալուն դիմումներ են, բավականին շատ են փաստական հանգամանքները, որոնք պետք է քննվեն այս 15 օրերի ընթացքում ըստ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 15 օր է տևելու մինչև հուլիսի 4-ը եւ մենք ըստ էության ինչպես Սահմանադրական դատարանը արձանագրեց ամեն օր նիստ կունենանք հավանաբար նաեւ կիրակի օրերը այնպես որ հիմա հաջորդ նիստը տեղի ունենալու վաղը մեկնարկելու է ժամը 11-ից